կարծում եմ, որ այս առությամբ, այս ուղղությամբ որոշակի քայլեր արվում են։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները զենք են գնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, այլ տեղերից։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական ամրությունն ապահովելու համար, ասենք ընդառաջ ազգային ժողովում օրենքի նախագծով ընդունում են ԵՄ-ի հետ միավորման գործընթաց սկսելը, դրան օրինական ուժ են տալիս։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խարտիա են ստորագրում։ Ուրիշ խնդիր է արագ են անում, դանդաղ են անում, ուրիշ խնդիր է բանակի, ասենք, վերափոխումները լավ են անում, ճիշտ ուղղությամբ են տանում։ Սա թողում եմ մի կողմ, բայց որ այդ անում են, այս փաստ է։ Ինչ են անում Հայաստանի իշխանության հակառակորդները, նախկին իշխանությունները։ Իրենք ասում են, չէ, մենք զենք պիտի գնենք, մենք պիտի գնանք Պուտինի մոտ, իրենից հասկանանք նախ ինչ է ասում, հետո զենք պիտի գնենք Ռուսաստանից, հետո մեր անվտանգությունը կարող է ապահովել միայն Ռուսաստանը, տեսեք Ռուսաստանի հետ է բանակցում Միացյալ Նահանգները ու վերջի վերջում Միացյալ Նահանգները Ռուսաստան են որոշելու Հայաստանն ինչ է անելու, թե ոչ։ Ու այստեղ ինչ ենք անում մենք։ Մենք շատ պարզ բան ենք անում։ Մենք հակադրվում ենք Ռուսաստանի գործողություններին Հայաստանի ներսում, մենք ասելով ի նկատի ունեմ ինձ, ձեզ, դեպի արևմուտք, դեպի Եվրոպա նայող են քաղաքական ուժերին։ Մենք կոշտ հակադրվում ենք ռուսական այս մոտեցումներին, մենք փորձում ենք այս գաղափարախոսության սնանկությունը ներկայացնել եւ որոշ դեպքերում էլ Հայաստանի Հանրապետության իշխանություններին ստորագրահավաքի տեսքով ժողովրդի մասնակցությամբ պարտադրում ենք ինչ-ինչ փաստաթղթեր ընդունել եւ ճիշտ ենք անում։